Մոտ մեծ կոլեկցիա կա անհաջող ներդրումային кейսերի, այդ քիչ հետևեցի շուկային ու մոտավորապես լրիվ գումարը կորցրեցի։ 5 հատ ֆոնդ են աշխարհում։ Ինչ գործարք որ դու կատարում ես, վերջում ընկնում է իրեն ձեռքը։ Ամեն մեկը աշխատում է միլիարդներ տարեկան մաքուր եկամուտ։ Ինչն է հասանելի Հայաստանում։ Հայաստանը հիմա տարածաշրջանի հնարավորությունների երկիրն է։ Ես ինքս ամենամեծ եկամուտը իմ կյանքից մեջ ձևավորել եմ հենց Հայաստանում։ Հայկական պարտատոմսերը լավ ներդրումային հնարավորություն են։ Այո, կարելի է մոտավորապես 20% եկամտաբերություն ունենալ, եթե հետևել հետևյալ ստրատեգիային։ Եվ ինչու հիմա բոլորը դրանով չեն զբաղված։ Լոնդոնը փող լվանալու մայրաքաղաքն է։ Ինչքան միլիոնատերեր ունենք, ու ինչպես է իրենց վարքագիծը։ ԱԱՑ-ի ֆինանսական բլոկի խնդիրն է գտնեն ցանկացած գումար, որ Հայաստանից գնաց է։ Ինչ դիվերսիֆիկացիա կառաջարկես։ Դա պատասխանը իրականում հեշտ չի, բայց լոգիկան շատ հեշտ է։ Երկուսն էլ եղավ մի տարի խոսում են IPO-ի գնալու մասին։ Իրականում երկուսին է ոտ խփեց SpaceX-ը։ Կրիպտոն է մի փոքր կորել, ինչի սենց եղավ։ Պետությունը կարող ունենա 100% կոնտրոլ մեր ֆինանսների։ Հայկական բանկերը աճում են 20% տարեկան, եթե վերցնենք այդ ընտիր աճը ու Ողջույն, դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How to be podcast-ը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Երբ խոսում ենք ներդրումների մասին, մեր հայացքը սովորաբար ուղղվում է դեպի դուրս՝ Wall Street, ամերիկյան բաժնետոմսեր, կրիպտո։ Բայց այսօր ներդրումների միջոցով լավ գումար աշխատելու հնարավորություններ կան նաեւ հենց այստեղ, Հայաստանում։ Այսօր խոսելու ենք, թե ինչպես ճիշտ բաժանել պորտֆելը հայկական եւ միջազգային գործիքների միջև, ինչպես խուսափել ներդրումներ կատարելիս հաճախ հանդիպող սխալներից, որոնք են ամենահետաքրքիր ներդրումային ոլորտները 2026-ին եւ ինչպես գլուխ հանել արհեստական բանականության ոլորտի ներդրումներից։ Իմ հյուրն է Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արարատ Մկրտչյանը։ Գնացինք։ Արարատ ջան, բարի գալուստ Fincast։ Դու արդեն 15 տարուց ավելի ներդրումների աշխարհում ես գործունեություն ծավալում։ Մի փոքր խնդրում եմ պատմես, որպեսզի հասկանանք նաեւ ինչ դասեր են, իրար վրա կուտակվել։ Շնորհակալություն հրավերի համար, իրականում շատ հաճելի է ձեր ոդկասթում լինելը։ Շնորհակալ եմ։ Իրականում եթե վերցնենք 2009-ը, ես 2008-ի կրիզիսում ձեր շուկայում չէի, այսինքն չէի աշխատում ֆինանսական ոլորտում, սովորում էի։ Իսկ դրանից հետո ինչ կրիզիս եղել է, ես տեսել եմ առաջինը Հունաստանի բանկրոտներ, այսինքն երբ որ իրենք լուծարեցին ու չկատարեցին իրենց պետական պարտավորությունները, Հունաստանն ու Կիպրոսը, հետո Արգենտինան էր նույնպես բանկրոտ եղավ, ու դրանից սկսած արդեն ռուսական կրիզիսները եւ այլ կռիվները, շատ բան եմ տեսել իմ աչքի առաջ, թե ինչ սինուսոիդայով է սովորապես զարգանում ֆինանսական շուկան։ Ամենակարևոր դասը այն է, որ բոլորից վախը, որ շուկան կփլուզվի կամ կրիզիս կատարվի, դա եթե կատարվում է, դա կատարվում է շատ կարճ ժամանակում։ Այսինքն այդ տևումը ոչ թե երկար ընկնել, բայց կես տարվա մեջ շուկան կարող է ընկնի, բայց դրանից հետո շարունակում է աճել արագ։ Ամենամեծ կարեկցիան եղել է 2008 թվականին, մոտավորապես 50%-ի չափ շուկան ընկել է մի քանի ամսվա մեջ, բայց դրանից հետո սկսել է աճել ու եթե վերցնենք այդ կրիզիսից հետո անգամ ամենաբարձրագույն կետից, եթե մարդներ դներ, հիմա մոտավորապես 6-7% եկամտաբերություն կունենար տարեկան դոլարով։ Ինչ հետաքրքիր ներդրումային кейսեր են եղել, հաջող կամ անհաջող։ Մոտ կարելի ասել մեծ կոլեկցիա կա անհաջող ներդրումային кейսերի, այսինքն բոլոր ինչ որ պետքա չանրվել, ես սովորել այդ փորձերի վրա, ես սովորել եմ, առաջինը նա էր, որ նոր էի ընդունվել աշխատանքի ու սիրարվել էի իմ ապագա կնոջ վրա ու որոշել էի, որ ես լրացուցիչ փոխվեմ աշխատելու իմ եկամուտի աշխատավարձից բացի ու սկսել էի ակտիվ ֆյուչերսներով առևտուր անել ու առաջի 2 ամիսը լավ ստացվում էր, հետո ստացվեց նենց, որ ուշադրությունս շեղվեց, մի քիչ հետևեցի շուկային ու մոտավորապես լրիվ գումարը կորցրեցի։ Ու այդ ամենամեծ դասն էր, որպեսզի որ բոլոր իմանան, ֆյուչերսները դա երբ որ դու գործարք ես կատարում
ունես $100, բայց քեզ տալիս են հնարավորություն մոտավորապես $1000 նոմինալով գործարքներ կատարես։ Այսինքն եթե շուկան 10% շարժվի, քո գումարը կզրոանա։ Ու շուկան տենց շարժվեց, իմ գումարն զրոացավ, ու այդ ամենացավոտ դասն էր, որովհետև այդ պահին ունեի դեպքում ստացվում էր համ պարտ կունեի, համ գումար չունեի, աշխատավարձն էլ տենց շատ մեծ չէր, նոր էի սկսել աշխատելը։ Ուշադրության նվազումն էր, հա, պատճառը, որ այդ ձախողումը եղավ։ Գլոբալ շատ պատճառներ կային, կարող է էլի նույն բանը կատարվել, բայց կամաց, սովորապես ուշադրություն, որ ասում ենք, դա ռիսկ մենեջմենտն է, այսինքն ռիսկի կառավարումն է, ռիսկի կառավարումը շատ թույլ էր ու ձեռքով էր։ Իսկ եթե վերցնենք գլոբալ հիմա աշխարհում բոլոր բորսաներում հսկայական արհեստական բանականության ռոբոտներ են տեղադրված, որոնք որ եթե դու ուզում ես կարճատև եկամուտ աշխատես, բնականաբար այդ ռոբոտները ավելի լավ են անում։ Ու ավելին ասեմ, մի հատ ձևավորվել է այն տեսակի շուկա, որտեղ որ մեծ խաղացողները, մոտավորապես 5 հատ ֆոնդ են աշխարհում, որ ինչ գործարք որ դու կատարում ես, վերջում ընկնում է իրեն ձեռքը։ Չի գնում անմիջապես բորսա։ Այդ 5 ֆոնդը տալիս են լիկվիդայնությունը ու ամենամեծ մարքեթ մեյքերներն են աշխարհում, անուններն էլ կարամ տան, ինչն է տակրիր, որ իրենք ոչ մի օր չունեն, որ լինի մինուսով, ամեն օր աշխատում է, դա Citadel-ն է, Jane Street-ն է, Jump Trade, X2X, երևի բոլորին ասացի, այս 5-ը ամեն մեկը աշխատում է միլիարդներ տարեկան մաքուր եկամուտ։ Եվ ոնց։ Կարելի ասել իրանք մեծածախ վաճառողներն են դարել այս շուկայի, քանի որ գնում են հոսքը շուկայի գործարքների, փոքր բրոկերներից, մեծ բրոկերներից ու հավաքելով իրենց մոտ ներսում կատարում են գործարքները համ մարքեթ մեյքինգի, համ էլ ունեն մոդելներ, որ կանխագուշակում են։ Բայց որ մենք մտածում ենք կանխագուշակման մասին, մտածում ենք թե մի ամիս, 2 ամիս, 1 օրվա եկամտաբերից, չէ, իրանք կանխագուշակում են 1 վայրկյանվա, 1 միլիսեկունդա վայրկյանի շարժը շուկայի։ Ու դա անում են, այսինքն իրենք ավելի շատ գիտական, գիտահետազոտական sense կենտրոններ են դարել, որտեղ ունեն ամենալավագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի, PhD պրոֆեսորները ունեն իրենց բանացի վրա, այսինքն աշխատում են ու ունեն ամենալավագույն ենթակառույցը։ Հատուկ կաբելներ են գնում, օրինակ Հոնկոնգի ու, չգիտեմ, Սինգապուրի մեջ գնացող ինտերնետը, կամ չէ Ամերիկայի մեջ, նայում են Մանհեթենից մինչև Նյու Ջերսի, թե ինչ ինտերնետային կապ կա, որպեսզի որովհետև դատա կենտրոնների տեղադրումը շատ կարևոր է, շուկայում թե ով առաջինը ինֆորմացիան կստանա, ու ով որտեղ կուղարկի այդ ինֆորմացիան։ Այսինքն ունենալով լավ ենթակառույց կարելի է փորձել ավելի արագ անել այդ ամեն ինչը, քան շուկան կհասցնի ու կարելի է փոքր մանիպուլյացիա, որ դեռ արգելված չի, տալիս է հնարավորություն այս ֆոնդերին աշխատել միլիարդավոր դոլարներ։ Եթե դու ներդրող ես կամ ուզում ես սկսել ներդրումներ կատարել, ապա պետք է հետևել շուկայի միտումներին, բայց ոչ թե խճճվել նորությունների հոսքի մեջ, այլ հենվել հստակ ու պրոֆեսիոնալ վերլուծությունների վրա։ Հենց դրա համար այսօրվանից Fincast-ում ամեն ամիս ունենալու ենք նոր բաժին։ Amundi-ն աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչներից է, եւ իր ներդրումային ինստիտուտում մոտ 60 վերլուծաբան ամեն ամիս պատրաստում են գլոբալ շուկաների պատկերը։ Amundi ակբայի շնորհիվ այն այժմ հասանելի է նաեւ հայերենով։ Իսկ ես ամեն ամիս այդտեղից ձեզ համար կառանձնացնեմ ամենակարևորը 1 րոպեում։ Սկսենք։ Նայում ես քո պորտֆելին, հիմնականում կանաչ է։ Շուկան էլ արտաքինից հանգիստ, ինդեքսները մեծ ցնցում չեն ապրում, բայց ներսում շատ լուրջ շարժ է գնում ու շատերը դա բաց են թողնում։ Ինչ է կատարվում։ Amundi-ն իր օգոստոսյան ակնարկում սա անվանում է ռոտացիա։ Ներդրողները դուրս են գալիս չափազանց ծանրաբեռնված դիրքերից, կապիտալը շարժվում է դեպի արժեքային շղթայի այլ օղակներ, ենթակառուցվածք, էներգամատակարարում, կիրառական լուծումներ։ Amundi-ն սա գնահատում է որպես ազդակ, որ AI-ի թեմայով ներդրումներն արդեն սկսում են բաժանվել հաղթողների եւ հետ մնացողների։ Եվ սա միայն կարծիք չէ։ Amundi-ն ինքն արդեն նվազեցրել է ամերիկյան շուկայի կշիռը բարձր գնահատումների ու կենտրոնացվածության ռիսկի պատճառով։ Ինչ է սա նշանակում քո համար։ Եթե քո պորտֆելը կենտրոնացած է մի քանի խոշոր տեխնոլոգիական անունների վրա,
Արժե նայել, ինչքանով է դիվերսիֆիկացված։ Ամունդի հիմնական ուղերձն այս ամիս հենց դա է՝ աշխարհագրական եւ ոլորտային լայն դիվերսիֆիկացիա եւ ընտրողական մոտեցում։ Ավելի մանրամասն վերլուծությանը կարող ես ծանոթանալ Ամունդի Ագբայի հետազոտական կենտրոնի կայքեջում։ Հղումը նկարագրությունում է։ Խոսում ենք միջազգային շուկաներում ինչ է կատարվում, բայց այդքանից ինչն է հասանելի Հայաստանում, հա? Սովորական հայ ներդրողի համար ինչ հնարավորություններ կան, որ այսօր Հայաստանում մնալով հենց մեծ գումար աշխատի։ Հայաստանը իմ կարծիքով հիմա տարածաշրջանի ամենահնարավորությունների երկիրն է ու եթե նայենք ուղղակի բաժնետոմս բարդատոմսով ինքը դեռ շատ հարուստ չի, բայց եթե վերցնենք բիզնեսմենի աչքով Հայաստանը դա հնարավորությունների երկիր է։ Բոլոր սեկտորներում մի քայլ անես, կտեսնես անմիջապես արդյունքը։ Նույնպես ֆինանսների սեկտորն է, նույնպես ՏՏ-ի սեկտորն է, անշարժ գույքի սեկտորում անգամ։ Մեր հարևանները ակին առաջ են այդ պարագայում ու մեր բազան ցածր է, այսինքն մեր երկիրը կարիք ունի ձեռներեցների, գիտնականների, ինժեներների, այսինքն մարդկանց, ով որ արարող են։ Նենց որ այդ մարդկանց համար Հայաստանը հնարավորությունների երկիր է։ Առավել լավագույնը ասեմ, ես ինքս ամենամեծ եկամուտը իմ կյանքից մեջ ձևավորել եմ հենց Հայաստանում, որովհետև այդ մեր երկիրը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի ստեղծել կազմակերպություն, չունենալ, չգիտեմ, օլիգարխներ, որ գային քեզ վախացնեին կամ ինչ անեին։ Լրիվ ազատ շուկայական հարաբերությունների ակին մրցակցային շուկայում դու ունես հնարավորություն տեսնելով սովորես մյուս քո մրցակիցներից ու ստեղծես եկամուտ։ Շատ լավ ես ասում, բայց մի քիչ որ բացենք, հա, ինչ հնարավորություններ են բացվել, որ ուրիշների համար այդքան ակնհայտ չէ։ Ես կասեի շատ վաղ թունելային տեսնում են միայն իրենց կողքու բոլորը շրջապատը, բայց չեն տեսնում այն ինչ որ նոր հնարավորություններ ստեղծվել է։ Օրինակ նույն ՏՏ ոլորտի մեջ այդ դատա կենտրոններում բացվել են մոտավորապես տասնյակ նոր մասնագիտություններ, որոնք որ Հայաստանում շատ քչերն են օգտվել ու ստիպված է Հայաստանը ներգրավել եւ ուրիշ երկրներից մասնագետների։ Հիմա եթե ես լինեի էլեկտրիկ կամ չգիտեմ ծրագրավորող, ես կգնայի ու այդ կազմակերպություններում անգամ ցածր բանով պաշտոնով կմտնեի, բայց կսովորեի, որտեվ այդ էքսպերտիզան է, որ Հայաստանում չկար ու դրսի մասնագետն է եկել հիմա, ես արագ իրանից կսովորեի ու վաղը չմիսոր կարայի դուրս գայի արդեն սեփական պրոյեկտ անեի։ Այսինքն դե կա նույնպես շերտավորված, սկսած էլեկտրիկից ով որ այդ չիպերը միացնում է համակարգին ու տեղ իրոք մեծ ֆիզիկայի խնդիրներ են լուծում։ Այդ չթվատ է ուղղակի, չգիտեմ, լամպոչկա փոխելու էլեկտրիկի մասին է խոսքը։ Տեղ հսկայական հոսանքների, հսկայական ծախսերի օպտիմիզացիայի հարց է լուծում այդ մասնագետների շնորհիվ։ Հետո ծրագրավորողները, որոնք որ AI-ի համար պետք է ճիշտ application-ներ անեն, որպեսզի արդեն model level դու կարողանաս ավելի թանկ product վաճառես։ Ու տենց եթե գնանք, շարունակենք AI-ի ոլորտում ես կասեի անծայրածիր հնարավորություններ է, եթե ուսանող ես ու անգամ ոչ պոլիտեխնիկի կամ, չգիտեմ, դու սովորել ես կապված հումանիտար ոլորտի, նույնպես ՏՏ ոլորտը քոնն է, որովհետև ամենամեծ աշխատավարձները ՏՏ մոդելային կազմակերպություններում, գիտես ինչ մասնագետ են ներգրավում։ Prompt engineer։ Չէ, կզարմանաս շատ ուրախ։ Շատ փիլիսոփաներին։ Ինչի՞։ Համալսարանների փիլիսոփայության բաժնի շրջանավարտները հիմա Amazon-ը, OpenAI-ը, Claude-ը բոլորին տանում է, որովհետև իրոք մեծ արժեքային խնդիր կա։ Դու ինչ ես ստեղծում, ում համար ես ստեղծում, փիլիսոփաները այդ կողմից, այդ հարցերի ձևավորման, պատասխանի ձևավորման մասնագետներ են։ Ու փիլիսոփաները հիմա ներկապային ամենակարիք ունեցող մասնագետներն են այս տեխնոլոգիական ռևոլյուցիայի մեջ։ Ու այն մարդիկ, որ նստած էին ուղղակի վեբ կայքեր էին անում, հիմա ավելի լավ է մոռանան այդ վեբ կայք անելու կարիքը, գնան սովորեն թե ինչ կարելի անել այս ներկա մեծ պրոյեկտներում։ Երկրորդը ֆինանսականը։ Մեր ոլորտը
Ուրեմն նույնպես ապրում է համ AI-երի վարիչայի process-ի մեջ է, երկրորդն էլ մեր ոլորտը ունի կարիք sense ասած ալգորիթմիստների, այսինքն quantitative finance-ի մասնագետների, որոնք որ Հայաստանում չկային ցավոք սրտի, բայց մեր բորսան կամած այն որ ձեռքով սխմելու արևտրից կամած անցում է նրան, որ ալգորիթմը վերջապես գնա նշի, արևտուր անի, ցավոք սրտի դեռ տենց չի, մեկից ասեմ, ու բայց կարծում եմ, որ մենք այս դինոզավրի պերիոդը կանցնենք ու կգնանք լրիվ մոդեռն ժամանակակից բորսայական համակարգի, երբ որ բրոկերները, ֆոնդերը կունենան ալգորիթմներ, որպեսզի արևտուր անեն ու դրա մեջ նույնպես հսկայական հնարավորություն կա, եթե դու կիբեռնետիկայի ֆակուլտետի ավարտող ես կամ չէ computer science ես անում, ամենալավ ճիշտ ուղղությունը դա գնալ սովորել quantitative finance-ը, որովհետև Հայաստանում արդեն կան այդ ֆոնդերը ու կան այդ կազմակերպությունները, որոնք որ quantitative finance-ի մասնագետի կարիք ունեն։ Այդ միայն մի քանի հատ բերեցի օրինակ, բայց վստահ եմ, որ կա նաև այն ինչ որ ես չգիտեմ, միայն կարելի է իմանալ դրա մասին, երբ որ փորձում ես։ Փորձելով իմ մոտ շատ բան ստացվել է առաջի անգամ, եթե ուղղակի չգիտենալով փորձելով մեկ է տեսել ես, որ լսի, այստեղ մի բան կա, փող կա։ Մենակ փողը չի հարցը, բայց հնարավորություն կա։ Այդ փորձելը շատ կարևոր է։ Դրանով հայկական ֆինանսական շուկան, կապիտալի շուկան շատերը կասեն, Արարատ դու Հայաստանում չէիր, երբ որ այդ ամեն ինչը մենք ունենք, իրականում սկսել է զարգանալ 22 թվականից հետո։ Հայաստան տեղափոխվեցին մասնագետներ տարբեր երկրներից, ու այդ մասնագետները բերեցին այն փորձը, որ ձևավորվել էր տարբեր զարգացած երկրներում կամ զարգացող երկրներում։ Հիմա Հայաստանում ինչ կարող ենք անել, հա? Աշխարհում շատ բան կա, բայց ստեղ ինչ կարող է անել սովորական մարդ, ով որ ցանկանում է սկսել ներդրումներ անել։ Մեր շուկան ունիկալ է, մենք կտրված ենք աշխարհից մեծամասամբ, բայց այդ կտրվածությունը հիմա վերջանում է։ Վերջապես Հայաստանը ինտեգրացվում է գլոբալ ֆինանսական համակարգի մեջ։ Ու դրսի ինվեստորները արդեն հետաքրքրված են Հայաստանով, որովհետև Հայաստանում ունենք արդեն դատա կենտրոններ, հետաքրքիր սեգմենտներ ներդրման համար։ Միակ խոչընդոտը դա պոտենցիալ ռիսկն է, որ մեր մոտ կռիվ լինի, ու նվազեցնելով այդ ռիսկը հիմա կարող է դրսից ներդրողներ ունենանք, ոչ թե կարող է լինելու են ներդրողներ։ Հիմա եթե վերցնենք, որ մենք հիմա որպես Հայաստանի քաղաքացի հնարավորություն ունենք ներդրումը կատարել մեր ֆինանսական շուկայի շնորհիվ, դուրս է գալի, որ մի փոքր ավելի լավ գնով կարան գնենք, քան հետևի գալացողները։ Ինչու է դա այդպես վստահ ասում, որովհետև սովորաբար եթե դրսի գալացողը գալիս է Հայաստան, գալիս է մեծ գումարով ու տոկոսադրույքները, որ ունենք հիմա պարդատոմսերի շուկայում, կսկսեն ընկնել։ Հիմա կորպորատիվ սեգմենտում 13%-ի պարդատոմսերը մի հատ չի, երկու հատ էլ է, երեք հատ էլ կարա գտնենք։ Ու կարծում ենք, որ այդ շուկան գնալով զարգանալու է։ Երկրորդ շուկան, որ գալիս է հետևից, դա բաժնետոմսերի շուկան է։ Հիմա մեր բաժնետոմսերի շուկայում կա ռեալ երևի 1 կամ 2 բաժնետոմս, որ այդքան էլ հետևից չի գալիս, ինչ որ սպասում է դեռ։ Հա, բաժնետոմսերինը դեռ զարգացման շատ փուլեր ունի անցնելու, բայց իմ կարծիքով մենք ունենք չեմպիոն կազմակերպություններ, որոնք որ լավ կլինի, որ դուրս գային այդ բաժնետոմսերի շուկային։ Բայց դեռ չունենք այդ ենթակառույցը, որպեսզի էֆեկտիվ IPO անենք Հայաստանում։ Այսինքն Հայաստանում հայկական պարտատոմսերը լավ ներդրումային հնարավորություն են։ Այո, կարելի է մոտավորապես 20% եկամտաբերություն ունենալ, եթե հետևել հետևյալ ստրատեգիային։ Առաջնային շուկայում գնել պարտատոմսը, պահել մոտավորապես 3-ից 4 ամիս ու վաճառել, գնել նոր պարտատոմս, այսինքն նոր առաջնային շուկայում թողարկվող պարտատոմս։ Իմ հաշվարկով մոտավորապես այնքան հետաքրքրությունը մեծ է կորպորատիվ սեգմենտի համենայն դեպս ու բանկային սեգմենտի, որ այդ ստրատեգիան բերում է մոտավորպես 18-ից 20% եկամտաբերություն։ Ինչի հաշվին։ Որովհետև երկրորդական շուկայում ակին ակտիվա դառը մեր պարտատոմսերի շուկան, ու եթե 13%-ով թողարկում է, մոտավորապես 3-4 ամիս հետո այս պարտատոմսը եկամտաբերությունը ընկնում է մոտավորպես 12%-ի, իսկ քանի որ ինքը 3 տարեկան է, մաքուր գինը բարձրանում է 12-ից ավել, 12-13%։
103-102% կարակ վաճառեք։ Հետարքի եւ ինչու հիմա բոլորը դրանով չեն զբաղված։ Ընդհանրապես շատ քիչ բրոկերային հաշիվներ կա գլոբալ։ Մենք ունենք մոտավորապես 1 միլիոն հաշիվներ բանկային, ավելի քիչ հավելվածներ քաշած բանկային, բայց բրոկերային հաշիվները բացած ես կարծում եմ, որ մինչև 100,000-ն է։ Կարող է 50,000-ից էլ ավել չլինի։ Քանի որ այդ թիվը չի հրապարակային չի, չեմ կարող ասել հստակ, բայց հավելվածները բրոկերային քիչ են։ Այսինքն մենք ունենք մի քանի բրոկերային կազմակերպություններ, ով ունի հավելված, որով կարաս հայկական բորսան հետևես։ Ու ոնց հասկանում եմ, տեղեկատվության այսպես ասիմետրիայի հարց կա, հա, այսինքն ոչ բոլորն են դա հետևում, տեսնում, տարածում, վերցնում։ Հավատի ասիմետրիայի ինֆորմացիայի փորձ ունենալու սովորապես մենք ունենք կուտակած հարցեր տարբեր հաճախորդներից։ Օրինակ հաճախորդներից մեկը ասում է. «Ես ոչ մի բան անօրինական չեմ անում»։ Դուք մարդատոմս եք գնում, դուք ամեն ինչ անում եք նորմալ, ոչ մի բան օրենքը չեք խախտում։ Իսկ դուք վստահ եք, որ ես չեմ խախտում օրենքը։ Դու տենց հարցեր հաճախակի ենք ստանում, քանի որ առաջի անգամ այդ փորձը չկա, ակնհայտ մինչև հիմա չունենք ոչ մի default բարդատոմսի։ Էդ էլ է վատ, այսինքն քանի որ մենք չունենք, չգիտենք թե որտեղ է գիծը ու ինչպես պետք է գնահատենք բարդատոմսի լավ վատ լինելը։ Այդ ռիսկի գնահատումը բավականին բարդ է, որովհետև ասում ես 20% եկամտաբերություն կարող ենք ունենալ, բայց բարձր եկամտաբերությունը իր հետ բարձր ռիսկ է, չէ՞ բերում, ուրեմն դրանք բավականին ռիսկային են։ Ես կասեի 13% եկամտաբերությունը, այդ նույն եկամտաբերությունն է, որ բանկն է ստանում, երբ որ վարկ է տալիս։ Եթե վերցնենք մեր կորպորատիվ սեգմենտի վարկերը, 13-14% են, շատ վաղ։ Մի փոքր մրցակցություն է մտել բանկերի մեջ, իրենք սկսել են ձեռք տանել տարբեր թողարկողներին, կորպորատիվ սեգմենտի կազմակերպություններին, բայց գլոբալ տոկոսադրույքը 13% է։ Բայց բարդատոմսերում կա արտոնյալ ծրագիր պետական, որ 3% փոխհատուցում է ԱԺԿ-տրոնը։ Նշեցիր, որ մարդկանց մոտ շատ տարբեր հարցեր է առաջանում ու այդ մարդկանց կարելի է հասկանալ, որովհետև մի կողմից երկար տարիներ այդ շուկան որպես այդպեսին Հայաստանում գոյություն չուներ, հիմա արդեն մի քանի տարի է սկսվել է ու մի քանի տարվա մեջ շատերը նաև շատ տարբեր ինֆորմացիա են ստացել, հա, ռուսական, ամերիկյան շուկաների համար ստեղծված թեմպլեյթները, հա, խորհուրդները ուղղակի վերցնում եւ տալիս են մեր աուդիտորիային ու նույնիսկ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, իրանք այդքան էլ խճճվում են ավելի շատ, որովհետեւ ինչը որ Ամերիկայում կաշխատի, միգուցե տարբեր պատճառներով Հայաստանում չաշխատի։ Օրինակ, չգիտեմ, ասում են 20 տարեկանից սկսիր կուտակել եւ այլն եւ այլն։ Ոնց հասկանանք Հայաստանում ինչն է աշխատում։ Դե նայ, իրականում աշխատելու հարց ու չաշխատելու հարց չկա։ Կարևորը դու ունես ապահով պահուս ստեղծելու մեխանիզմ քո երկիրը։ Օրինակ, եթե վերցնենք, մինչև հիմա ոչ մեկս չունենք պապ կամ պապիկ կամ տատիկ, ով որ մեզ ժառանգած լիներ ապրուստ։ Օրինակ դու ունես, թե չէ։ Չէ։ Որովհետև մեր տարածաշրջանում 100 տարին մեկ, 50 տարին մեկ կատարում մի հատ մեծ փոփոխություն, որոնց չի տալիս հնարավորություն մեր պահուստը ժառանգենք մեր թորներին կամ թորների թորներին մի վատ բան կատարում է։ Ու դրա լուծումը սովորապես դրված է ֆինանսական շուկաներում, այն տեղերը, որտեղ որ կարելի է ավելի երկարատև կանխատեսել կամ չէ վստահել։ Եթե վերցնենք ֆինանսական շուկան Ամերիկայում, Եվրոպայում դա ունի 100 տարվանից ավել լավ փորձ, բացի անշարժ գույքից, օրինակ, եթե վերցնես ֆինանսական շուկան, շատ լավ մեխանիզմ է, որպեսզի ժառանգել։ Հիմա հետ վերադառնանք հարցին։ Մերպես երկրներ կան Ասիայում, ամենահզոր, ասիական տիգրներ են անում, ասում դա Մալազիան է, Ինդոնեզիան է, Թայլանդն է։ Այդ երկրներում ուրեմն պահուստի մոտավորապես 60%-ը ֆոնդերի
կենսաթոշակային, անձնական ներդրում են ամերիկյան ու եվրոպական բաժնետոմսերի մեջ։ Ձևավորվել էր սիտուացիա, երբ որ աշխարհի ամենամեծ կորպորացիաների 10-ից 15% սեփականությունը պատկանում է այդ ասիական ֆոնդերին։ Այդ իրականում շատ լավ է, նշանակում է, որ իրենք նույն հետաքրքրությունները, այսինքն նույն զանգվածի մեջ են, ինչ որ աշխարհի, ասենց ասած, օլիգարխիա, չգիտեմ, Էլոն Մասկը, Ցուկերբերգը, երբ որ դու բոլորի հետ ես ով շահագրգռված է, որ իրենց բաժնետոմսը աճելու, այդ դեպքում ավելի ռիսկները քիչ են, նվազացված են համենայն դեպս։ Այդ բaragայում լավ կլիներ, որ մենք իրոք սկսեինք 20 տարեկանից կուտակեինք, ներդրում անենք։ Բայց հարցը թե ինչու մեջ, որտեվ այդ ներդրումները կատարելու համար քեզ պետք է մասնակետ, որ հետևի։ Ինչպես ասեցի, ես իմ փորձով ես, երբ որ դեռ լավ չէի խորացել ֆինանսների մեջ, իմ համար դա ձախողում բերեց, որտեվ future-ը թվում էր ավելի լավ եկամտաբերություն կարա տա, բայց դուրս եկավ ինձ զրոյացրեց իմ ֆինանսներս։ Դրա համար գոյություն ունեն ֆոնդեր, ու ոչ միայն կենսաթոշակային, նաև ֆոնդեր, որտեղ որ արդեն ցածր եկամտաբերությամբ, այսինքն ցածր կոմիսիայով կարան վերցնեն ու քո տեղը կատարեն այդ որոշումները, թե ինչու մեջ ներդնեն, ու այդ ֆոնդերը իրականում մեծ դեր են խաղում շատ երկրներում։ Մեր երկրում ֆոնդեր գոյություն չունեն բացի կենսաթոշակայինից, որովհետև եթե վերցնենք շատ քիչ ֆոնդեր կան, ասեմ, լրիվ sense seed level նոր սկսել ենք հետաքրքրվել ֆինանսներով ու մի փոքր երկու փորձ կա, որոնք որ իրոք հուսալի են, բայց դեռ շատ փոքր են։ Իսկ ինչու չեն ձևավորվում այդ ֆոնդերը։ Կձևավորվեն, վստահ եմ, որ կձևավորվեն, վստահության հարցն է։ Օրինակ դու կվստահեիր քո գումարը, չգիտեմ, այն մարդուն, ով որ չունի այսպես կոչեցյալ track record, այսինքն անցածում չի ապացուցել, որ կարա փող աշխատի։ Հիմա այդ բանն է, process-ն է, դեռ մասիկ չեմ վստահեցին։ Նույնը ստացվում են ուսանողի պատմությունը, որ դիմում է առաջին աշխատանքին, բայց ինքը աշխատանքային փորձ չունի։ Լրիվ ձուն ու հավի պատմությունն է, որտեվ եթե մեկը չկա, մյուսն է չի լինելու, տենց, բայց կամած այդ խնդիրները ջարդվում են ու անցնում են առաջ, բայց դրա համար է պետք է որ հասկանանք։ Մեր տնտեսության մեջ կա բնականաբար շատ հարուստների փոքր խավ, որ նոր 1%-ից փոքր է, բայց իրենց մոտ կուտակված է մեր ազգային հարստությունը։ Հիմա այս ազգային հարստությունը հարցը դե մարդիկ պատրաստ են ինքները ներդնեն կամ ենթակառույց անեն, որպեսզի իրենց ֆոն ունենան կամ մենեջերներ կամ ֆոնդերին վստահեն, որ գումարները կառավարեն։ Դեռ իմ կարծիքով իրենք նոր են մտածում այդ ուղղությամբ ու մեծ վստահություն չունեն։ Բայց ինչ դա կարա տա։ Սովորապես առաջինը ազգի էլիտան է շարժում այդ ուղղությունը, այսինքն եթե այդ մեծ ֆինանսներ ունեցող ընտանիքները սկսեն ներդնել, այդ դեպքում արդեն մինիմալ բազան կկազմակերպվի ֆոնդերում։ Ու այդ ֆոնդերը արդեն կարան գնան ու մարքեթինգ անեն իրենց, որ ունենք արդեն գումարներ, մեզ արդեն վստահել են, կարաք մեզ էլ վստահեք, դուք էլ վստահեք ավելի փոքր գումարով։ Ինձ թվում է հիմա հենց դրա ժամանակն է եկել, որովհետև այն որ ասում էիր մենք ոչ մեկը ժառանգած բան չունենք, իսկ իրանց մոտ այս 30 տարվա ընթացքում արդեն հասել են այն տարիքին, որ պետք է ժառանգեն Եվ հենց այդ ժամանակ էլ այս հարցը բացվելու է, հա, ինչպես անեն, որ դա ապահով լինի, որովհետև ոչ բոլորը երևի վստահ կլինեն, որ իրենց զավակները նույնձև լավ իրենց բիզնեսը կշարունակեն կամ կարողությունը կկառավարեն։ Իրականում այդ մեծ խնդիր է, որպես 3 երեխայի ծնող կարամ ասեմ, որ ամեն նայում ես, որ հիմա այս 6-7-ի սերունդն է գալիս, մեկ հարցեր առաջանում, ինչպես է սերունդը ապրելու, ինչպես է աշխատելու, ու բնականաբար այն ավելի հասակով սերունդը տեսնում են նույն բանը իրենց երեխաների ու վստահ չեն, որ չգիտեմ, ցեմենտի գործարան կամ ավելի ցենց ռեալ էկոնոմիկայի գործարանները իրենց երեխաները կձգեն, որպեսզի կառավարեն։ Դրա համար, բայց ունեն ապրուստ ու լավ կլիներ, որ այդ ապրուստով իրենք ֆոնդեր կառուցեին, ֆոնդերին վստահեն գումարները, որ հենց սերունդները շարունակեին լինեին, ասենց ասած, ունևոր։ Այսինքն ամեն դեպքում մեր այսպես ֆինանսական համակարգի կայացման հարցում շատ կարևոր է նաև այդ էլիտայի դերը, ինչքան միլիոնատերեր ունենք, հա,
ու ինչպես է իրենց վարքագիծը։ Այո, բայց միլիոնատերերը opportunistic մարդիկ են կամ միլիարդատերերը, իրենք վախեցած են նաև կորցնելու իրենց ակտիվները զարգացող էկոնոմիկաներում, դες փափուկ եմ ասում, որ հիմա չասեն թե քաղաքական հարց է, օրինակ թվեր կան, թե Աֆրիկայից ինչքան գումար է փախել վերջի 30 տարվա մեջ, օրինակ Լոնդոն։ Ինչու եմ ասում Լոնդոն, որովհետև Լոնդոնը փող լվանալու մայրաքաղաքն է մեր տարածաշրջանների եղել երկար տարիներ Ռուսաստանից մոտ 1 տրիլիոն դոլարի գումար են տեղափոխվել այնտեղ, Աֆրիկայից, արևելյան Եվրոպայից ու բնականաբար մերձավոր արևելքից։ Այդ ամեն ինչը կատարվում է, որովհետև այդ խավը, էլիտայի խավը վախենում է, որ իրենց էկոնոմիկայում քաղաքական սիտուացիան կփոխվի ու իրենք ինչ ակտիվներ ունեն, կարան կորցնեն։ Դրա համար անպայման ստեղծում են backup վարիանտը, տարբերակը, ու ուրիշ երկրում ու ֆոնդերը պահում են կամ գումարները պահում են դրսի բանկերում։ Բայց ներկապայի մոդելը փոխվել է, այսինքն Հայաստանի կառավարությունը իրավունք ունի ցանկացած հայ քաղաքացու, որ տենց գումարները ուղարկել է դուրս, բացի քրեական գործ ու գտնի այդ գումարները։ Եթե անցածում այդ շատ դժվար էր, հիմա շատ հեշտ է։ Դու կարող ես իրականում հարցումներով ցանկացած երկիր այդ համակարգը կա երկրների մեջ, որ կարող ես հետևել, թե կապիտալը մեկից ինչպես է տեղափոխվել, անուններ փոխել, ու այդ իրականում մեր ԱԱՑ-ի ֆինանսական բլոկի խնդիրն է, որպեսզի գտնեն ցանկացած գումար, որ Հայաստանից գնացել է։ Նույն բանը անում է Ռուսաստանը, նույն բանը անում է հենց Ամերիկան։ Ամերիկան ուղղակի դարձրել է, ասենց ասեմ, ինստիտուցիոնալ համակարգ, ինչու Ամերիկայի էլիտաները տենց հայտնի չեն, որ իրենց գումարները երկրներից տանում են, որովհետև Ամերիկան համակարգ է դրել, որ ցանկացած աշխարհում բանկ, որ նոր դոլարի հետ աշխատում է, պարտավոր է ինֆորմացիա տա իրենց հարկայինին, եթե Ամերիկայի քաղաքացի է բացում իրենց մոտ հաշիվ։ Դրա համար հայկական բանկերը ու ներդրումայինները կատեգորիկ վախենում են Ամերիկայի քաղաքացիներին, որովհետև դրա պատճառով պետք է լրացեն մոտարպես այսքան հաշվետվություն ամերիկայական հարկային, բայց Հայաստանի հարկային համակարգը իրավունք դեռ հզոր չի էլի, որ ստիպենք, չգիտեմ, Եվրոպական բանկին մեզ ուղարկի տենց մեծ հաշվետվություններ, բայց կարող է էլի ուրիշ ձևերով գտնի գումարները։ Մյուս կողմից ամեն երկիրը ունի խնդիր, ինչպես անի, որ էլիտան լինի լոյալ իր երկրին, ոչ թե մտածի թե աշխատեմ, տանեմ դրսում վայելեմ, այլ աշխատեմ, ներդնեմ, շարունակեմ ներդնելը։ Չինացիք այդ բaragայում շատ հետաքրքիր ազգ էին, իրենք ֆինանսավորեցին իրենց աճը սեփական փողով։ Եթե վերցնենք ինչքան Ռուսաստանը ներդրում էր բերել դրսից ու ինչքան Չինաստանը, դուրս եկավ, որ Ռուսաստանը բաժնետոմսերով ու աժետողերով ավելի շատ գումար էր ներբերել իրենց երկրի զարգացման համար, քան Չինաստանը։ Բայց Չինաստանը սեփական փողերով, այսինքն փոքր աշխատողների, այսինքն փոքր գումար աշխատողներից, մեծ գումար աշխատողներից բոլորից հավաքում էր ու ներդնում էր իր զարգացման մեջ։ Այդ դեպքում հիմա մեր էլիտան ինչ պետք է անի, եթե դժվարացել է դուրս տանելը, ասես իրանց դարդերով ենք, հա։ Ահա, դե չասեմ, ես իրանց դարդերով այդ տեսակի չէի ուզում մտածեի, որովհետև օրինակ ես հաճույք եմ ստանում, որ մենք Հայաստանում հարկ ես մուծում։ Օրինակ ես չեմ ընդունում բարեգործությունը, երբ որ դու հարկատու ես։ Եթե դու հարկատու ես ու գնալով աճում է քո հարկերի տոկոսը, այդ դեպքում դու ամենամեծ դերն ես կատարում քո տնտեսության մեջ։ Կարաս զարգանաս, հարկերդ մուծես ու հարկերով ֆինանսավորես քո պետության զարգացումը։ Բայց այսպես եթե բաժանենք, հա, մի կողմից նշեցիր Հայաստանում կա արժեթղթերի շուկայում բավականին հետաքրքիր եկամտաբերություն ունենալու հնարավորություն, մյուս կողմից որպեսզի այդ ամեն ինչը ավելի կայուն լինի, համաշխարհային զարգացումների հետ էլ համահունչ պետք է նաև եվրոպական, ամերիկյան ընկերությունների բաժնետոմսեր ունենալ։ Ինչ դիվերսիֆիկացիա
կառաջարկես Հայաստանում ներդրողներին, թե ինչքան ունենալ արժեթղթեր ու կամ այլ ակտիվներ ու ինչքան Հայաստանում ու դրսում։ Դա պատասխանը իրականում հեշտ չի, բայց լոգիկան շատ հեշտ է։ Լոգիկան հետևյալն է. դու պետք է մոտավորապես հասկանաս, թե քանի տարի շարունակում ես աշխատել մինչև քո թոշակը։ Եթե մինչև թոշակին ակին տարիներ կան, տասնյակ տարիներ կան, այդ դեպքում ավելի լավ է ներդնել բաժնետոմսերի մեջ, որովհետև բաժնետոմսերը միջինում ավելի արագ են աճում, քան պարտատոմսերի տոկոսադրույքը։ Բայց Հայաստանում պարտատոմսերի տոկոսադրույքը շատ լավն է, 13-ի 10, 13 եթե վերցնենք, այդ շատ հաճելի տոկոսադրույք է։ Դրա համար այդ տոկոսադրույքից պետք է պարտադիր օգտվել։ Ու մեր դրամի ամրությունն էլ դրա մասին է խոսում։ Դրա համար անպայման 50% նվազագույնը ավելի լավ է ունենալ հայկական պարտատոմսերի մեջ։ Իսկ այն մյուս 50%-ը պետք է դրսի բաժնետոմսերի ու պարտատոմսերի։ Բայց այդտեղ հարց կա. մեկ կետով մտնել, այսինքն մի օրվա մեջ այդ ներդրում կատարել, թե անել շարունակողական։ Օրինակ, ամեն ամիս մի հատ ներքին որոշում լինի, որ 1% իմ աշխատավարձից ես ուղղորդում եմ այդ պահոստը ստեղծելուն։ Այդ ամենաճիշտ որոշումն է, անգամ եթե շուկան ֆինանսական ուռած է ու մի օր գնես շատ թանկ բաժնետոմս, եթե դու շարունակողական ես ներդրում անում, այդ դեպքում կունենաս միջինացված գինը մտնելու շուկայի մտնելու գինը։ Այդ միջինացված գինը ամենալավն է։ Միշտ ավելի լավ է, քան ցանկացած մի փոքր կետ եթե վերցնես, որտեվ հաջողության վրա հույս դնելը շատ սխալ է։ Այդ միջինացված ձևն է, որ աշխատում է, ու Ամերիկայի մեծամասնությունը, որ ներդրում անում է, այդ միջինացված ձևով է անում։ Այսինքն ամեն ամիս համակարգը կա պայմանավորված, որ աշխատավարձից մարդը որոշում է, թե ինչ կան գումար ու ինչու մեջ, ու ավտոմատ համակարգը քաշում է, աշխատավարձը նստում է հաշվին, չգիտեմ, 5%-ով, 6%-ը, 10%-ը, ամեն մեկը ինքն իր համար է որոշում։ Այդ գումարը հավաքում է ու ներդրում է մարդու ապակայի մեջ։ Դրա համար, եթե վերցնենք ճանապարհորդելիս, Եվրոպայում մենք տեսնում ենք այս տատիկներ, պապիկները, որ վազվզում են, մեջներ շատ քիչ ուտեսնում ես, որ թարմ են մնացել, որովհետև իրանք ունեին արդեն բավական ապրուստ, որպեսզի բացի նրանից, որ թորների մասին մտածեին, սովորապես չեն մտածում, բայց ավելի շատ ներդրում են իրենց երջանիկ ծերություն ունենալու համար։ Իսկ մեր տատիկ պապիկները դա նայենք, ոնց որ ստացվում է, որ միակ նպատակը արդեն թորների հարցերը հոգան ու իրենց մասին քիչ են մտածում, որտեղ այդ ապրուստի հարցն է, որ անկախ սեփական հաշիվների վրա ապրուստները քիչ են։ Դա մեր միջին կլասի հարցն է, որ եթե ուզում ենք մեր 50-60-անց, 70-անց արդեն հանգիստ անկախ ճանապարհորդել, ոչ մեկին չնայել թե երեխան քեզ փող կտա թե չէ, այդ ապրուստը պետք է ձևավորվել։ Ու ցավոք սրտի դա չի անում չի կարող անել մեր կենսաթոշակայինը, որովհետև կենսաթոշակայինում կա կապ չունի դու ինչքան ես աշխատում գումար, կա առավելագույն գումար դու կարող ստանաս։ Միակ ձևը, որ դու կարող ես ապահովես քո համար լավագույն ծերությունը, դա այդ ապրուստը ստեղծելն է ֆինանսական։ Իսկ դիվերսիֆիկացիան արժեթղթերի եւ ուրիշ ակտիվների մեջ, որովհետեւ օրինակ կարողություն չթողնելու մասին ենք խոսում, բայց Հայաստանում շատերը իրենց զավակներին տուն թողել են ու դա ընդունված է, կամ ասենք ոսկի։ Իրականում զավակներին տուն թողնելը լավ բան է, բայց ավելի լավ է թող զավակը մտածի, թե ինչպես ձևավորի իր տունը։ Դրսում կա մի հատ հետաքրքիր մոտեցում, երբ որ լավագույն մոտեցումը այն է, որ ծնողը տալիս է մինիմալ հիպոթեկի այդ 20%-ը, ծնողից կարող է գա, բայց երեխան ինքն է ձգում հիպոթեկը։ Աշխատում է, որպեսզի լինի պատասխանատու, անձ ձևավորելու, այսինքն պատասխանատվություն կյանքում վերցնելու համար ոնց որ հունակություն ունենա։ Անկամ ուսանողական վարկից են սկսում, որ մարդը ուսանողը արդեն գիտի, որ մտածը համակարգի մեջ, պետք է աշխատի, պետք է ձևավորի եկամուտ, այդ եկամուտով իր ուսման վարձերը փակի։ Իմ կարծիքով Հայաստանը նույնպես ավելի լավ է ամեն մեկը մտածի իր սերունդի մասին, ճիշտ տուն ձևավորվի ու այդ տունը հիպոթեկից ազատի։ Օրինակ դրսում մինչև 36 տարեկան Ամերիկայում մոտ 65-ից 70% աշխատողները լրիվ հիպոթեկը փակել են, 35 տարեկան։ Եթե վերցնենք մեր մոտ էլ
նույն հնարավորությունը կա, եթե մոտավորապես աշխատանքի եթե դուրս գամ մասնագետը 23-22 տարեկան դուրս գա համալսարան ավարտելով, մինչև 35 տարեկան իմ կարծիքով ինքը լրիվ շանս ունի ունենալ փակած հիպոթեկը ու նաև ապրուստ ձևավորվել։ Նաև ներդրումային ճանապարհին մանավանդ Հայաստանում, երբ որ այսպես սովորությունները նոր են ձևավորվում, մարդիկ շատ հաճախ սխալներ են թույլ տալիս, որը գալիս է վարքագծից իրենց։ Հայաստանում ի՞նչն է շատ հանդիպում։ Ինչ սխալ պատկերացումներ կան ներդրումների հետ կապված, որ նաև բերում են սխալների։ Իրականում մեր մոտ ոչ մի ունիկալ պատմություն չկա, շատ նման է բոլոր սխալներին, ինչ որ անում են բոլոր մյուս երկրներում, այսինքն երբ որ ակտիվ առևտրի շնորհիվ փորձում են աշխատել ու փոխարինել անձնական ստաբիլ աշխատավարձը, դա չի աշխատում։ Այսինքն կարծում են, որ հնարավորություն կա անսահմանափակ հնարավորություն կա բորսաներում առևտուր անել, հիմա կոպիտ ասած էժան գնեմ, թանկ վաճառեմ ու տասնյակ գործարքներ կատարեմ օրվա մեջ, սովորապես դա իրականում չի բերում հաջողությանը ու բոլորին կխնդրեի չհավատալ, եթե ձեզ տենց խրախուսում են, որ ակտիվ առևտրով կարող եք հարստանալ, որովհետև ձեր մրցակիցը դա անհամեմատ ավելի հզոր կազմակերպություններ են ու անհամեմատ ավելի լավ պատկերացում ունեցող ու ինֆորմացիա ունեցող կան ներկապային հենց մարդը կարա լինի։ Այսինքն պետք է ունենալ հիմնական զբաղվածություն, որից ստանում ես քո հիմնական եկամուտը եւ դրանից մի կտոր առանձնացնել ներդրումների համար, որը թույլ կտա կուտակել։ Այո, ու այդ եկամտաբերությունը ավելի բարձր կլինի, քան ցանկացած բանկային ավանդ, բայց այդ երկարատև ներդրում է։ Նաև շատերը կան, որ արդեն սկսել են այդ ներդրումները անել, Հայաստանում վերջին տարիներին, ճիշտ է, ոչ 100, 1000, ինչպես նշեցիր, բայց արդեն ձևավորվել է որոշակի շրջանակ։ Այս փուլում որոնք են ամենահանդիպող սխալները ներդրողների մոտ։ Ամենահաճախակի հենց սխալները այնա, որ մարդիկ նորությունները կարդում են ու իրենց թվում է, թե այդ կազմակերպությունը ում որ տեսնում են հաճախակի նորություններում, ամենալավագույն ներդրման բաժնետոմսն է։ Երկրորդը նա է, երբ որ ներդրումը սկսում է ընկնել, օրինակ 5%, չգիտեմ 10%, տակնապի մեջ վաճառում են ու գնում են ուրիշ տենց կազմակերպության բաժնետոմս, որ նոր էլի նույնպես շատ աճ է, ու տենց շարունակ դուրս է գալիս, որ տակնապների պատճառով սկսում են վաճառել, երբ որ բաժնետոմսերը կորեկցիայի են ենթարկվում, բայց եթե վերցնենք երկարատև մոտեցումով, եթե լավ վերլուծես, ամենաճիշտը այն է, որ դու կուտակես պորտֆել, ասացի պես դիվերսիֆիկացված հետաքրքիր կազմակերպությունները, որոնք ունեն ապագա։ Օրինակ, եթե վերցնենք արհեստական բանականության այդ ոլորտի հետ կապված, շատ հետաքրքիր պերսպեկտիվաներ կա այդ ոլորտում, բայց շուկան էլ բնականաբար այնպես չի, որ ինքը թերագնահատված է, չէ, ինքը լրիվ շատ ուռուցրած է հիմա այդ ոլորտում։ Այդ երևի ամենակննարկող թեման է վերջին մի տարում։ Հիմա երևի այդքան հարցը չի ուռճացված է թե չէ, այլ ինչքանով է ուռճացված։ Լավ հարց է, գնահատականը շատ դժվար է, որովհետև հուլիսին այդ ոլորտում բաժնետոմսեր կան, միակ պատճառներից մեկը դա էր, որ հասկանալի չէ, թե ինչքան կապիտալ ներդրումներ պետք է արվի ոլորտի մեջ։ Ու գնալով այդ կապիտալ ծախսերը շատանում են։ Իսկ շուկան սպասում էր, որ արդեն բավական դատակենտրոններ կա ու էլ կարիք չի լինելու այդ մակարդակի ներդրումներ կատարել, որտեղ դատակենտրոնները մոտավորապես ամեն տարի 800-ից 900 միլիարդ դոլար դատակենտրոն է կառուցում հիմա։ Մեր մոտ մենք ուրախանում ենք, որ 2, 3, 4 միլիարդ դոլարի պրոյեկտներ կա, բայց աշխարհում եթե վերցնենք հարյուրավոր միլիարդներ ներդրում են դրա մեջ։ Ու այդ ծախսերը քչացնում են ընդհանրապես ապագա եկամտաբերության
ratio-ները, այսինքն թե ինչքան կարա կազմակերպությունները այդ ոլորտում եկամտաբերություն ստեղծի։ Դրա համար երկրորդ կվարտալի թվերից հետո հասկացան, որ վերլուծաբանները, որ ապագայում նույնպես սպասվում է հսկայական ծախսեր այդ դատա կենտրոնների վրա։ Այսինքն ինքը դեռ այսպես խմելու է, ու նաև դժվար է գնահատել եկամտաբերությունը, կարծում եմ, վերջը ինքը ինչ եկամուտ է տալու, որովհետև այդ ամեն ինչի գինը շատ արագ է փոխվում։ Այո, այսինքն անհասկանալի է թե ինչ եկամտաբերություն է լինելու, ու ինչքան ենք վճարելու դրա համար, ու ինչ համեմատած այն ծախսի, որ հիմա ներկապային կրվում է։ Բայց մի բան է հետաքրքիր նորություն կա, որ S&P 500-ի, այսինքն այն կազմակերպությունները, որ 500 ամենամեծագույն կազմակերպությունները, որոնք բնականաբար ամենաարագն են ներմուծե AI, այսինքն արհեստական բանականության համակարգների իրենց ներսը, եկամտաբերությունը, այսինքն մարժին, EBITDA մարժինը աճել է մոտավորապես 10%-ից դարել է 17%։ Այդ հսկայական աճ է, ու այդ աճը կատարվել է զուգահեռ այս ռևոլյուցիայի։ Բնականաբար մենք կարծում ենք, որ այդ առաջի գնահատականն է, որ եկամտաբերությունները կազմակերպության սկսել է աճել, որովհետև ծախսերի ընդհանուր նվազում է կատարվում, այսինքն մենք արդեն շատերս կամ մեր սեփական բիզնեսներում կամ կրճատում ենք նոր մարդկանց վերցնելու հայրինգը, բայց մյուս կողմից էլ շատ ակտիվ ներդրում ենք հենց արհեստական բանականությունը։ Դուրս է գալիս ծախսերը սահմանափակ են, իսկ էֆեկտը մարդկանց productivity աճում է։ Հիմա այդ պարագայում, որ ասում են կապիտալ ծախսերը հիմնականում անում են այն ընկերությունները, որ այսպես ամբողջությամբ դրա կենտրոնում են, Արդյոք պետք է այդ ընկերություններին դիտարկել նրանց բաժնետոմսերը, թե այդտեղ ռիսկ կա, եթե այդտեղ կա ռիսկ կամ անորոշություն, այդ դեպքում ոնց օգտվել արհեստական բանականության այս աճից, ինչ ուրիշ բաժնետոմսեր դիտարկել։ Եկեք մի հատ պատկերացնենք, թե ինչ է այս արհեստական բանականության ընդհանուր ասենց կոչեցյալ թխվածքը, կոչվում է AI cake stakes, այսինքն քանի շերտավորում ունի արհեստական բանականության ընդհանուր մոդելը։ Ամենաներքևում բազայինը դա էլեկտրաէներգիայի գեներացումն է։ Ունենք ամենաստաբիլ էլեկտրաէներգիայի գեներացումը տալիս է ատոմակայանները։ Բնականաբար ատոմակայանների ու ընդհանուր այդ ոլորտի մեջ կա նույնպես փոքր շերտավորում ուրանի հարստացումը ու հանքերը ու ատոմակայանների ռեակտորները կառուցապատողները։ Այս երեք ոլորտը, այսինքն այդ էներգետիկայի շատ լավ են իրանց գալու, որովհետև պատվերներ ունեն հսկայական քանակով նոր ռեակտորներ կառուցելու ու բնականաբար ով որ ունի ուրանի հանքեր ու կամ մեջը հարստացումով է զբաղվելու, պակաս հաճախորդ չի ունենալու, որովհետև ատոմակայանները չեն կանգնացնում։ Իրենք միշտ օգտագործում են, այսինքն ունեն ստաբիլ գեներացիա, մաքսիմում կարան տատանում տան 15-20% ավելացնելով կամ պակասացնելով իրենց օրական աշխատանքը։ Այդ ամենաներքևի բազան է։ Այսինքն ինչու է Հայաստանը օրինակ լավ երկիր դատա կենտրոնների, որովհետև մենք ունեինք էլեկտրոէներգիայի ավելցուկ։ Մեր բնակչությունը համեմատած 90 թվականների ավելի քիչ էր, համել մենք զուգահեռ ստեղծել էինք լավ բազա մարտկոցների, այսինքն ալտերնատիվ էներգետիկայի ու ունենք ատոմակայան։ Ու ունենք արտադրություններ, այսինքն հսկայական գործարանները փակվել էին սովետից մնացած, իսկ այդ էներգետիկան մնացել էր։ Դրա համար դա շատ հեշտ փոխարինվում է հիմա դատա կենտրոններ։ Ու տպավորություն կա, որ այդ շարունակվելու է դատա կենտրոնների կառուցապատումը, մինչև մենք հասնենք կետին, երբ որ արդեն չունենք լրացուցիչ էլեկտրաէներգիա, մինչև նոր ատոմակայան չկառուցենք։ Եթե նոր ատոմակայան կառուցում ենք, նորից կարանք նոր դատա կենտրոններ բացենք։ Եվ այս կետին մի հատ անդրադառնանք նաև այդ ոլորտի ընկերություններից ֆոնդեր կան, չէ՞, ձևավորած, որտեղ կարելի է ոչ թե առանձին ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերել, այլ ոլորտային ETF-ներ։ Այո, ամենահեշտը ոլորտային ETF-ներն են,
սկսած կա ատոմակայանների ու նույնպես միջուկային էներգետիկայի ETF-ներ, վերջացրած ընդհանուր ոլորտի, այսինքն էներգետիկայի ոլորտի ETF-ներից։ Երկրորդ շերտը դա դատա կենտրոններն են, ինչ որ մենք Հայաստան ունենք։ Այսինքն դատա կենտրոնը կառուցապատում է, ինքը կպնում է, այսինքն վերցնում է չիպերը, տեղադրում է, այսինքն ինքը ուղղակի ենթակառույց է, գործարան է, որտեղ որ դու ունես ստանոկը, ունես չիպերը, ունես էլեկտրաէներգիան։ Բայց դեռ ու դրա համար էլի ստանում ես ընդհանուր value chain-ի մեջ գումար։ Եթե մենք խոսանք կոնկրետ 1 կամ 2 լավ կազմակերպությունների մասին, դա ոնց որ իմ կարծիքով սխալ մոտեցում կլինի, չնայած շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, բայց ավելի լավ է որ պորտֆելի գաղափարով մենք բոլորս մոտենանք։ Ինչքան էլ լավ ներդրում չլինի, էլի պորտֆելով մոտեցումը ավելի ստաբիլ է ու ավելի երաշխավորված է։ Ես անհամբեր սպասում եմ, չգիտեմ կլինի թե չէ, բայց օրինակ նույն Firebird-ը Հայաստանում բացված արդեն ինքն էլ ինչ-որ մի կետում միգուցե IPO անի եւ շատ հետաքրքիր կլինի, այսպես ազգովի մասնակցել այդ պրոյեկտին էլի բաժնետոմսեր գնելով։ Իրականում համ Firebird-ը, համ Elevate-ը ունեն հսկայական պոտենցիալ դառնալ շրջանային լիդերները ու ասած դա իրենք հրապուրվել են մի քանի ուրիշ պրոյեկտներից, այն թվում Nobius-ից ու իրանք հիմա կայացման փուլում են, երբ որ բացի նրանից որ չիպեր են արտադրում, հավաքում ու գործարանում տեղադրում են, երկու պրոյեկտներն աշխատում են որպեսզի ունենան soft-ը, որովհետև հենց soft-ը գալիս է, soft-ն է, որ ավելի շատ եկամուտ է տալիս։ Երբ որ դու կարող ես արդեն էքսպերիմենտներ անես, քո սեփական արհեստական բանականության մոդելները ձևավորես, դրա համար պետք է քո ու չիպի արանքը լինի հետաքրքիր սոֆթի որոշումներ, որ նոր պետքա Firebird-ը ու Elevate-ը տան, որովհետեւ չլինեն ուղակի այն ամենա կոպիտ ասած չինական գործարանն էլի, որ 1-2%-ի վրա է նստած եկամուտի, այլ լինի ավելի մեծ եկամտաբերություն ունենա։ Գնանք երրորդը շերտը դա չիպ արտադրողներն են։ Nvidia-ն, Broadcom-ը եւ այլ։ Այսօր ամենատոփ շերտն է, հա, երևի եթե հաշվենք որ Nvidia-ն է թիվ 1 ընկերությունը աշխարհում։ Օրինակ Nvidia-ն հետաքրքիր պատմություն ունի, որ իր ընդհանուր չիպի եկամտաբերությունը, ասենց ասած gross margin-ը ընկել է հիմա, ու ինքը օրինակ Apple-ի iPhone-ի մեջ եթե վերցնենք եկամտաբերությունը Apple-ի համար, մոտավորապես 50-ից 60% է։ Այսինքն ինքը երկու անգամ ավել գինա դնում, քան իր ընդհանուր ծախսն է այդ ապարատը արտադրելու։ Այն թվում բոլորին աշխատավարձ մուծելուց հետո։ Բայց Nvidia-ն ինքան ցենց հսկայական մրցակցային գոտիում է, որ իր եկամտաբերությունը ընկել է մոտավորապես 2 անգամ ավելի պակաս է, քան Apple-ին է։ Բայց ինքը մոնոպոլի ակարիսար մենաշնորհներից մեկն է, բայց մյուսներն էլ այդ շուկա մտնում են, նույն Broadcom-ը, նույն IBM-ը, նույն Microsoft-ը, նույնպես։ Չիպերից հետո արդեն գալիս են որ ամենամեծ օգտակներն են։ Դրանք ով որ անում են AI մոդելները, մոդել share-ն է գալիս։ Դա Microsoft-ն է, դա Anthropic-ը, OpenAI-ը։ Հա, բայց Anthropic-ը օրինակ հարաբերակային ստոկ չունի, այսինքն բաժնետոմս չունի, միակ որ ունի Grok-ն է, բայց Grok-ը խառնված է SpaceX-ի ու բոլորի հետ։ Microsoft-ն է, Google-ն է, իրակական Google-ը մասնակցում է բոլոր շերտերում։ Հա։ Իսկ նույնպես Microsoft-ն էլ տարբեր շերտերում տոկոսներ ունի։ Ու Facebook-ը կազմակերպությունը մոդելային շատ հզոր են ու կարելի ասել որ հավանաբար իրանք լինելու են ամենամեծ օգտատերերը, քանի որ ենթակառույցների սեփականատերը չեն ու ծախսերը իրենց բալանսի վրա դրա չի որպես ակտիվներ, այսինքն որպես կապիտալ ծախսեր իրենք չեն կրում։ Անկամ դատա կենտրոնների հետ, որպեսզի չվերցնեն բալանսին, իրանք պայմանագրեր են վարձակալության գրում, որտեղ որ գրած է, որ այն կազմակերպությունը որ կառուցապատում է մեծ դատա կենտրոն Facebook-ի համար կամ Microsoft-ի, Microsoft-ը երաշխավորում է որ 20 տարի, 10 տարի այդ դատա կենտրոնից կօգտվի, իսկ եթե չօգտվի, այդ դեպքում նոր կփոխհատուցի լրիվ կառուցապատման գումարները։ Այստեղ բայց կոնկրետ Anthropic-ի ու OpenAI-ի кейսը շատ հետաքրքիր է, այդ խոսենք նոր անցնենք վերջին layer-ին,
որովհետև այսօր ամենամեծ գոնե անհատական օգտագործման, ամենամեծ user բազան ունեն հենց այդ երկու ընկերությունները, ChatGPT ու Claude-ի օգտատերերը, ու երկուսն էլ եղավ մի տարի խոսում են IPO-ի գնալու մասին։ Իրականում երկուսին է ոտ խփեց SpaceX-ը։ Առաջ ընկավ։ Չէ, ոտ խփեց իրականում առաջինքները վտանգավոր չէր, ինչքան երկրորդական շուկայի կարգավիճակը, երկրորդական շուկայում SpaceX-ի բաժնետոմսերը XAI-ի բաժնետոմսերը մոտ 45% ընկել են, ու դա նշանակում է, որ հավատք չկա, որ Claude-ը կամ OpenAI, եթե ուզենան նույն գնահատականով մտնեն շուկա, որ ինվեստորները կհավատան։ Իսկ առավելագույնը երկուսն էլ ունեն հսկայական քանակով աշխատողներ, ով ստացել է այդ բաժնետոմսերը։ Բայց տարբերությունը կարծում եմ մեծ է, որովհետև նախ ոչ OpenAI-ը, ոչ Anthropic-ը չունեն այն founder-ի բանը, խարիզման, որ նաև դրա հաշվին ուռեցնեին գինը։ Երկրորդ, SpaceX-ը ինքը շատ խառը կազմակերպություն է, որ ինքը սկսվել է հիմնականում տիեզերական տեխնոլոգիաների վրա, չէ, բայց այսօր տեսա 2 օր առաջ report, որ ավելի շատ եկամուտ հիմա գեներացնում են հենց AI-ի հետ կապված, այսինքն ի տարբերություն SpaceX-ի շատ ավելի մաքուր հասկանալի ընկերություններ են OpenAI-ն ու Anthropic-ը։ Իրականում SpaceX-ը ամենասից հանճարեղ մոդել ունի։ Հանճարեղ մոդելը ինչու մեջ է։ Ինքը ուզում է լինի բոլոր շերտերում։ Okay, ինքը ասում է, ես միջուկային ատոմակայան չեմ ուզում կառուցեմ, ես կգնամ ու դեզերտում կկառուցեմ ամենամեծ դատա կենտրոնը։ Դրա համար ինձ պետք է չիպերը, ես ունեմ իմ հրթիռները, որ հասցնեմ մոլոր դեզերտ, ու դեզերտում ամենահեշտ էներգետիկան է, այսինքն արևային էներգետիկա է, ես կստանամ ամենաէժան էներգետիկան, ամենացածր արժեք ունեցող տոկենը։ Ինքը ունի Grok մոդելը, որն շատ լավն է, իրականում շատ բանով, շատ ուղղություններով պակաս չի ու շատերով է լավ է, քան Claude կամ OpenAI-ը, ամեն մեկը ունի իր լավ ու վատ մասերը, բայց ամենայնպես մրցակից են։ Եթե վերցնենք դա վերտիկալ ինտեգրացված, հետաքրքիր մոդել է, որն կարող է աշխատի։ Բնականաբար ինքը կարա եթե վերցնենք ամենաանկախը լինի, որովհետև ոչ OpenAI-ը, ոչ Claude-ը չունի այդ ենթակառույցը, ինչ որ Elon Musk-ն է կառուցապատում։ Բայց Elon Musk-ը միշտ աշխատում է, ինձ ասում է եզրին, այսինքն նույն Tesla-ի պատմության եթե նայենք, որ ինքը լացում էր էկրանի մոտ ու փորձում էր մանիպուլյացնել շուկան եւ այլ, բայց այդ մարդը հանճարեղ հենց ասում է մարդը, որ իրականում աշխարհն է փոփոխում։ Դա համար ես չի ասի, որ ինքը ավելի թափանցիկ չի, հակառակ իր ասածները շատ թափանցիկ են, բայց ինչ որ ասում է, ոնց որ արածարը եք որոշենք մի օր 20 սանտիմետր բարձրացնելու մոդելն է, այդ տեսակի գործանում։ Հա, այդ եմ ասում, որ դժվար է գնահատել SpaceX-ը, իսկ OpenAI-ն ու Anthropic-ը ավելի հասկանալի են, էլի։ Այո, իրենք ունեն հաճախորդները գումարներ են տալիս ու այն գնահատականները, որ իրենք ունեցել են, երկուսն էլ ռաունդներ են ունեցել ներգրավման։ Ու այդ ռաունդները ես կասեի նույն ախորժակը ունեն, ինչ որ XAI-ը, այսինքն եթե վերցնենք ռեշոները, մոտավորապես նույն ռեշոների են գնում, ինչ որ ունի XAI-ը, այսինքն իրենք ուզում են IPO դուրս գալ նույն ձևի, որովհետև նախքին ռաունդը եղել է մոտավորապես նույն չափ, ինչքան որ SpaceX-ը կամ XAI-ը։ Ես կասեի դրա համար իրենք հիմա երկուսն էլ ասել են, որ հետաձգում են IPO-ն, քանի որ մինչև այս XAI-ի բաժնետոմսը չսկսի աճել։ XAI-ի պարագայում էլ շատ հարյուրավոր կամ հազարավոր աշխատողներ ունեն բաժնետոմսերը, այն թվում հենց Elon Musk ունի, Elon Musk-ին ամենավերջում է թույլ տվելու վաճառելու, իրան դեկտեմբերին է, հոկտեմբերից սկսած մինչև դեկտեմբեր իրավունք է ստանալու իր բաժնետոմսերը վաճառի։ Իսկ հիմա դեռ մյուս բաժնետոմս ունեցողներն են վաճառում։ Հասանք վերջին layer-ը։ Հաճանք վերջին layer-ը դա
արդեն ռեալ կյանքում օգտագործելու մոդելն է, այսինքն հումանոիդ ռոբոտներն են, դա իրոք մեր ոնց որ ամենօրյա կյանքում թե ինչ կարող անի արհեստական բանականությունը application-ներն են, հա, նույնիսկ եթե վերցնենք հենց Anthropic-ն ու ChatGPT-ին, 4-րդ layer-ում իրենց մշակած մոդելներն են, բայց այն կլոդը, որ մենք օգտվում ենք, այդ արդեն 5-րդ level-ի product-ն է, որը օգտվում է 4-րդ level-ի մոդելից, հա։ Այո, այսինքն զուտ նեղ սպեցիալիզացիա ունեցող AI-ները կամ ամեն ինչի մեջ, օրինակ ձեր ոլորտի մեջ նույնպես չէ, արդեն սկսել է թվային կոպիաները մարդու ձևավորել, որ կարող է աշխատի, կարող է դու վաղ ունենաս քո թվային կոպիան, որ բոլոր մարդկանց հետ քո հյուրերի նույն ժամանակ կարողանա անի 5 հատ ինտերվյու, օրինակ եմ բերում, թե ինչ ձևի կարող է լինի, ու այդ մոդելները իրոք այսինքն արդեն մոդել չի, դա ոնց որ ռեալ կյանքի օգտագործման ձևերն են, երբ որ AI-ը փոխարինում է, սկսում է փոխարինել մարդկանց։ Այսինքն մենք ընդունում ենք, որ 4-րդը ավելի շատ օգնում է եղած մարդուն ավելի արագ ու ավելի լավ աշխատել, իսկ 5-րդը սկսում է փոխարինել, այսինքն ինքը կատարում է ու այդ 5-րդի մեջ կա մի քանի հետաքրքիր կազմակերպություն, այն թվում Palantir-ը, նոր ասում է Charik կազմակերպությունը, որ ավելի շատ ռազմական ոլորտում է աշխատում, եթե անօտաչու ԱՏՍ-ները աշխատում էին մարդու օգնությամբ մինչև այս վերջերս, արդեն դրիվ Palantir-ի շնորհիվ դարել են, երբ որ որոշումը կայացնում է հենց արհեստական բանականությունը։ Այդ օրինակներից մեկն էր։ Ու շարունակելով այս հումանոիդ ռոբոտները արդեն նույնպես սովորել են կատարել այնց սովորական մարդու գործողությունները, որ մարդը ձանձրանում է կատարել։ Հա։ Այդտեղ ինչ աշկով պետք է նայենք, որպեսզի ֆիլտրենք հետարքիր կազմակերպությունները։ Այդտեղ արդեն ձևակերպվում է նոր լիդերներ, այսինքն շուկան արդեն գնահատականներ ունի, ու ես կնայեի մոտավորապես այն կազմակերպությունը ամենամեծ ներդրումներն է կատարում այդ ուղղությամբ, ու այդ կազմակերպությունների մեջ կաների ներդրումները։ Այն թվում կարող է լինի նույն Google-ը, կարող է լինի, այսինքն պետք է նայել, թե ով է շեշտը դնում այդ ուղղության վրա, ու այս ժամանակ ավելի լավ է մի փոքր պորտֆելը մեծացնել այդ կազմակերպությունների, որովհետև իրենք ստանալու են ամենայն, ասում եմ, կարևոր եկամուտը այս ընդհանուր AI արհեստական բանականության ռևոլյուցիայի։ Բայց այստեղ նաև մտավախությունը այն, որ տես նույն Google-ը ինքը բոլոր layer-ներին մասնակցում է ու շատ հաճախ այդ մեկի արդյունքը մյուս layer-ի համար է, հա, ինքը իրար մեջ այսպես շրջանառություն ունենում կամ նույնիսկ եթե ոչ իր մեջ շատ աղմուկ հանեց, հա, այն որ Nvidia-ն Oracle-ին էր ինչ-որ բան վաճառում կամ առնում ու փակ շղթա էր ստացվում, այսինքն իրենք մեկ շղթայի մեջ պտտվում էին ու դու չես հասկանում այդտեղ որտեղ է ձևավորվելու արժեքը, որ կետին, հա, կպնես։ Իրականում դա մեծ խնդիր է ընդհանուր ներդրումման համար, ու դրա համար ներդրողները սկսում են մեծ կազմակերպություններին, կարելի ասել, պատժել, եթե օրինակ մոդելի մեջ կա շատ տարբեր բիզնեսներ, օրինակ վերցնենք, եթե հոլդինգային կազմակերպությունները գոյություն ունեն ու հոլդինգի մեջ կա 4 հատ բիզնես ու 4-ն էլ ունեն բաժնետոմս ու հենց հոլդինգն էլ ունի բաժնետոմս։ Այդ դեպքում կստացվի, որ հոլդինգի արժեքը պետք է հավասար լինի 4 բիզնեսների արժեքի գումարին, չէ՞։ Բայց այդտեղ չի։ Սովորաբար ներդրողները քիչ են գնահատում հոլդինգին, քան 4-ի գումարին։ Այսինքն 4 կազմակերպության գումարին։ Ինչու է դենց կատարում, որովհետև ես որպես ներդրող ուզում եմ ինքս որոշեմ, թե որ ոլորտի մեջ եմ ուզում ներդնել։ Բայց այս տրանսնացիոնալ կորպորացիաները բնականաբար իրենք էլ ուզում են գեգեմոն լինեն ամեն մի ոլորտում։ Ու դրա արդեն իրականությունը, որ ինքան են մեծ, որ երկրներից, անգամ մեծ երկրներից էլ մեծ են։ Դրա համար, օրինակ, Եվրոպայում ամեն մի երկիր չի կարող
հեշտ բանակցի Google-ի հետ կամ Ֆրանսիայի կամ Facebook-ի հետ, իրենք միասնական են փորձում այդ հարցը լուծել, մի քանի երկիր միանում են ու օրենքներ են դուրս թողարկում, որպեսզի գոնե սկսեն բանակցել ու իրենց շահերը պաշտպանել։ Այս կազմակերպությունները այնքան մեծ են ու ազդեցիչ, որ իրենք կատարում են, կարելի ասել, հզոր երկրի ուժ ունեն։ Իրենց այդ անգամ նույն քաղաքականության մեջ Ամերիկայի կամ Եվրոպայի կամ Ռուսաստանի իրենք կատարում են մեծ դեր։ Բայց նշեցիր, որ անցած ամիս վերագնահատում է եղել, հա։ Այդ սպասելի էր, չէ՞։ Ու այդ հաշվի առնելով հիմա ինչպես է պետք վերաբերվել, հա, արհեստական բանականության ոլորտի բաժնի տոմսերում ներդրումներին։ Վերագնահատումը իրականում դա արհեստական բանականության ոլորտի վերջը չի։ Իրականում այդ վերագնահատումը կապված էր հենց ենթակառույցների թանկ լինելու ու շարունակողական ներդրման կարիքի հետ։ Այսինքն մենք կարծում էինք, որ այս ներդրումները բավարար էր, բայց այդ բավարար չէր ու պետք է շարունակի ներդրումներ կատարել։ Նույն պատմություն ունեցել է Տեսլան, երբ որ Տեսլան կառուցում էր նոր գործարաններ ու ներդրողները սպասում էին, որ այս գործարանները վաղվանից սկսելու են հարյուրավոր հազար Տեսլաներ թողարկել, արտադրել։ Բայց Տեսլան էլ դե բնականաբար ուշացնում էր ժամկետները, ուշացնում էր այդ գործարանների կառուցապատումը, բայց այդ չի նշանակում, որ Տեսլան չի արտադրվելու։ Նույնպես է արհեստական բանականության հենց ընդհանուր ոլորտի հետ։ Այդ նշանակում է ուղղակի, որ այդ լավ հնարավորություն է, երբ որ շուկան վերագնահատվում է, որպեսզի միջինացնես քո մուտքը։ Եթե հավատում ես ընդհանուր ոլորտին։ Բայց ոլորտը նենց է, որ արդեն դարել է փաստ։ Այդ ոլորտը կա ու ինքը մտնում է, մեր խուժում է մեր բոլորի կյանքի մեջ։ Այդ նշանակում է, որ եթե մենք արդեն իմ մայրիկը, հայրիկը ChatGPT-ին հարցեր են տալիս, օրինակ կապված, չգիտեմ, առօրյա կյանքի կամ չէ մասնագիտական հարցեր։ Այդ նշանակում է, որ չենք կարող անտեսենք, այդ մտել է արդեն մեր կյանքը։ Հիմա որպես շատերը օգտագործում են որպես chatbot կամ չէ զրույցի համար, բայց ապակայում այդ 5-րդ layer-ը ինքը ամենամեծ դերն է խաղալու, որովհետև կարողանալու է լուծել իրոք խելացի հարցեր։ Բայց այդ վերագնահատման պատճառներից մեկը նաև այն էր, որ շատերը շահույթը ֆիքսեցին, չէ՞, այս վերջին տարիների այդ թռիչքային աճը։ Իրականում միշտ ներդրումային շուկայում, այսինքն հենց ֆինանսական շուկայում կան ներդրողներ, որոնք օրինակ մեծ ֆոնդեր են, պետքա ցույց տան եկամտաբերությունը իրենց հաճախորդներին ու տարբեր ժամկետներին իրենք պորտֆելի մեջ ֆիքսում են, որպեսզի ֆիքսեն եկամտաբերությունը ու կարողանան ցույց տալ, որ իրենք իրոք աշխատել են այդ եկամուտը արդեն ֆիքսացը։ Այդ նորմալ երևույթ է, բայց այդ չի նշանակում, որ ոլորտը վատներ կամ լավներ։ Ու ընդհանրապես հոսքերի հարց կա, օրինակ կապված ինֆլյացիայի հետ, օրինակ, եթե սպասում որ ինֆլյացիան մեծ է լինելու, այդ դեպքում ավելի լավ է, որպեսզի դու պարտատոմսերի մեջ պահես, որովհետև պարտատոմսերը տոկոսները բարձրացում են ու կարող ես պաշտպանվել ինֆլյացիայից։ Դրա համար կարծում եմ, որ միշտ չի, որ հենց կապված է ոլորտի հետ, շատ վաղ մակրոէկոնոմիկան էլ մեծ դեր է խաղում ֆինանսական շուկաներում։ Հիմա ամերիկյան շուկայում մի քիչ արդեն սպասումներ կան, որ միգուցե երկար ժամանակ անց տոկոսադրույքը բարձրացնեն, հա, այս մի քանի տարի է կամ մնում է նույնը կամ իջնում է, բայց նման մտավախություններ կան։ Այո, իրոք ինֆլյացիայի հետ կապված մտավախություններ կան ու անգամ Եվրոպայում նույն մտավախությունները շատ մեծ են, իրականում կապված է կոնֆլիկտային իրավիճակի հետ մերձավոր արևելքում, դրա պատճառով հենց նավթի գինը բարձրանում է, նավթի պատճառով սկսում է ինֆլյացիան աճել։ Դրա ամենաառաջինը մենք սպասում ենք, որ Եվրոպայում կբարձրանա եվրոյի տոկոսադրույքը, Ամերիկայում էլ կարող բարձրանա, բայց Ամերիկայում մի քիչ խառնված է էֆեկտը, քանի որ Ամերիկան կարելի ասել աշխարհում մոտավորապես 60-ից 70% վերահսկում է բոլոր նավթի հանկերին կամ նավթի արդյունաբերությունը։
ինքը այս վերջերս ավելացրեց իր պորտֆոլիոյին Վենեսուելային, կոնտրոլի անում, որպեսզի Իրանը չունենա նավթ, այսինքն եթե վերցնես, ինքը ամենամեծ օգտատերն է բարձր գների։ Ռուսաստանը գրեթե թվում էր, թե ինքը կարող է օգտվի այս նավթի բարձրացումից, բայց Ռուսաստանը չունի նավեր, որպեսզի այդ նավթը հասցնի իր օգտատերերին, դուրս եկավ, որ Ամերիկան ամենամեծ օգտատերը բարձր նավթի գներից։ Ու այդ պարագայում ինֆլյացիան Ամերիկայում կարող ունենա երկու էֆեկտ, այսինքն բարձր նավթի գինը բերում է բարձր բենզինի գնին, բայց մյուս կողմից իրենք ունենում են մեծ կազմակերպություններ հսկայական գերշահ են ստանում։ Գերշահի պատճառով ստանում են մեծ բյուջեի գումարներ, որն որ կոմպենսացնի այդ կորուստները, որ ունեցել են բենզինի գնի բարձրացումից։ Վերջերս պարտատոմսերի երկարաժամկետ հատկապես պարտատոմսերն են, չէ՞, բավականին այսպես գրավիչ դարձել։ Ինչը որ ինչ որտեղ նաև զարմանալի էր։ Իրականում հենց տոկոսադրույքը կարծում են, որ այսինքն սպասումները, որ բարձրանալու է, մեծանում են, այդ պարագայում երկարատև պարտատոմսերը ավելի մեծ շարժ են ունենում, քան կարճատևերը, որովհետև երկարատևերում այդ կումուլյատիվ էֆեկտը ավելի մեծ է։ Բնականաբար այդ պարագայում օրինակ Ֆրանսիայի 30 տարեկան պարտատոմսերը պետական տալիս են հիմա եկամտաբերություն 4%-ից ավել։ Գրեթե մոտեցել են մեր բանկային պարտատոմսերի տոկոսադրույքին հայկական։ Այս ամեն ինչի մեջ կրիպտոն է մի փոքր կորել, ինչ գնահատական կամ վերաբերմունք ունես։ Ինչի սենց եղավ։ Իրականում կրիպտոյում էլ հետաքրքիր փոփոխություն է կատարվում։ Օրինակ դու գիտես, թե ինչու մեջ է ներդնում, երբ որ դու եթե գնես USDT, այդ USDT-ին ինչով է պաշտպանված, այսինքն ինչ է դրա դիմաց դրած, էլի։ Չգիտեմ։ Ամերիկյան պետական պարտատոմսեր։ Այդ միշտ է տենց եղել, թե դե Տրամպի վաղ կատարվեց այդ ընդհակուն այդ ռևոլյուցիան, եւ որ Տրամպը ընդհանուր ոլորտին ասենց ասեմ հովանի կանգնեց, բայց մյուս կողմից USDT-ին դարավ արդեն ոչ թե պաշտպանված ուղղակի դոլարով, այսինքն կարար հաշվի բանկային հաշվի վրա կարար ունենար դոլար, չէ՞։ Բայց ոչ ամեն մի USDT դիմաց գնվում է ամերիկյան պետական պարտատոմս։ Այդ հետաքրքիր մոդել է, որ պաշտպանում է, այսինքն այդ ոլորտը ինտեգրացնում է մեր ֆինանսական սովորական աշխարհի հետ։ Իսկ բիտկոինի հետ կապված դա ոնց որ այդ ոլորտն է, որ նոր դեռ հասկանալի չէ թե ինչպես վերահսկեն, կոնտրոլ անեն, կամ չէ դրանից ինչպես կարելի է օգտվել։ Բացի նրանից, որ մեմ կոիններ են անում, որ բիտկոինով կարան փոխանակեն ամենայնպես բիտկոինի հետ կապված դեռ կարող է աճ լինի իմ կարծիքով, բայց հենց ռեալ օգտագործման մոդելները ավելի քչանում են, որովհետև երկրները ուզում են որպեսզի իրենց stable coin-ներ ստեղծեն, դուք վստահ եմ գիտես, որ կենտրոնական բանկերը ուզում են ստեղծել ասենց ասած թվային coin-ներ, stable coin-ներ, բայց պետական, որպեսզի լրիվ կոնտրոլ ունենան, այդ վերահսկեն ու ամենակարևորը մինչև վերջի օգտատեր տեսնեն, թե ինչով է զբաղված, ինչու է չծախսում։ Հայաստանում էլ կա նման մտադրություն, չէ՞։ Այո, Հայաստանն էլ է մասնակցում, դա իրականում մի հատ գլոբալ շարժ է, որ բոլորը նայում են մեկը մյուսին ու դեռ ռեալ կենտրոնական բանկ, որ թողարկած լիներ սեփական stable coin-ը չկա, բայց մտադրությունը կա ու ավելին ասեմ, Եվրոպան ու մյուս երկրները, եվրոպական երկրները ու զարգացած երկրները հսկայական թիմեր ունեն, օրինակ նույնպես Microsoft-ը որպես կազմակերպություն որ փողով տալիս են, որ ինքը վերլուծի դա տեխնոլոգիական որոշումները, բոլոր այդ մեծ տրանսնացիոնալ կորպորացիաները աշխատում են որոշումների, թե ինչ ձևի կարան օգտագործեն թվային stable coin-ները, որոնք որ կենտրոնական բանկի կողմից թողարկված լինեն։ Բայց իրականում եթե շատ խորանանք, այդ լրիվ sense ուտոպիայի մոդելն է, երբ որ պետությունը
կարող ունենա 100% կոնտրոլ մեր ֆինանսների շնորհիվ։ Հետ գանք մի քիչ ամփոփենք, հա, շատ տարբեր ներդրումային հնարավորությունների մասին խոսեցինք։ Եթե փորձենք մի փոքր ցանկ կազմել, հա, 3 ուղղություն կամ ոլորտ, որ արժե դիտարկել մինչև տարվա վերջ։ Ես կասեի անպայման հայկական պետական պարադատոմսերի շուկան, երկրորդը կասեի արհեստական բանականության սեկտորը, իր բոլոր սեգմենտներով հետաքրքիր են, նաև կասեի էներգետիկան, որովհետև այս միջազգային կոնֆլիկտները դեռ sense զարգացման process-ում են ու սովորապես դա բերում է նրան, որ էներգետիկ ռեսուրսները աճում են, բայց կարողացնի չորրորդն է նաև կապված է գյուղատնտեսության հետ, գյուղատնտեսական ուտելիքների կամ ասած ասած commodity-ների, ցորենի, կոֆեի եւ այլ, քանի որ բացի կոնֆլիկտներից նաև նկատել եք, որ կատաստրոֆիկ փոփոխում է եղանակները, մի բան շատ շոկ է, հետո շատ ցուրտ է, դրա պատճառով գյուղատնտեսությունը դեռ չի ադապտացվել։ Բնականաբար AI-ը տեխնոլոգիան մտնում է շատ արագ ներխուժում է նաև գյուղատնտեսության մեջ, բայց դեռ այդ ներխուժումը այդ տեմպերը չունի, որպեսզի ապահովի ստաբիլ բերքը։ Դրա պատճառով կասեի, որ նույնպես գյուղատնտեսական ուտելիքները շատ հետաքրքիր են, որպես ներդրման ակտիվ։ Եվ Հայաստանում ինչ սպասել, հա, զարգացումներ պարտատոմսերի մասին խոսեցինք, բաժնետոմսերը ուշանում են, մյուս կողմից նաև հասկանում ենք, որ մեր երկիրը այսպես ինչ որ իրավիճակային աճի մեջ է, հա, կապված Ռուսաստանի կոնֆլիկտների հետ, ինչ սպասել։ Եթե ես ուսանող լինեի, անպայման կմտածեի երկու ոլորտի մասին, ոչ թե ընդհանուր ՏՏ ոլորտի, այլ հենց AI-ի հետ կապված պրոյեկտների ու ավելի լավ է ինչքան մեծ լինի պրոյեկտը, կան հետաքրքիր, որտեղ ավելի շատ բան կսովորեի, կամ ֆինանսական ոլորտի, որովհետև մեր 30 տարվա պատմության մեջ առաջի անգամ մեր ֆինանսական ոլորտը նույն դերն է կատարում, ինչ որ sense ասած ՏՏ ոլորտն է կատարել, ինքը սկսում է ինտեգրվել գլոբալ աշխարհի ֆինանսական համակարգի հետ ու ծառայություն մատուցում ոչ միայն հայկական սեկտորի համար, այսինքն հայկական կորպորատիվ կամ ֆիզանձերի համար, այլ միջազգային համակարգի համար է սկսում ծառայություններ մատուցել։ Այսինքն աշխատում է մեծ family office-ների հետ, աշխատում է ֆոնդերի հետ, աշխատում է նաև մյուս միջազգային բանկերի կամ բրոկերների հետ։ Ու այդ ինտեգրացիան բերում է նրան, որ եթե մինչ այդ Հայաստանի բանկի աշխատողը մնում էր ոնց որ ներսում աշխատում էր ու միայն ներսի հաճախորդի հետ էր շփվում, հիմա ինքը դառնում է այսպես միջազգային խաղացող, գնում է ուրիշ երկրներ, ուրիշ պարտներների հետ է հանդիպում, հաճախորդների հետ։ Հայաստանը որպես ֆինանսական հաբ կամած ձևավորվում է։ Ու այդ ֆինանսական հաբի կարիք ունի լավ մասնագետների ներգրավման բնականաբար մեծ կարիք ունի, ու եթե ուսանող ես ու խելքդ գլխի ուզում ես ասենց ասած միջազգային կարիերա կառուցես, բնականաբար Հայաստանի ֆինանսական սեկտորը ամենաճիշտ ուղղություններից մեկն է։ ՏՏ-ի մասին բոլորը գիտեին, բայց ոնց որ շատ քչերն էին տեղյակ ֆինանսական ոլորտի մասին։ Ֆինանսական ոլորտի կախվածությունը այս իրավիճակից ամեն դեպքում մեծ չէ, միգուցե շատ բան փոխվի, թե չէ։ Ինիկատունից եթե Ռուսաստանի հետ մեր կապերը թուլանան, ֆինանսական ոլորտի հետ առնվազն այդ բարձր շահույթները, որ այս պահին կան, հաստատ կնվազեն։ Անպայման չի, որովհետև եթե վերցնենք ընդհանուր հարաբերությունների մեջ, այսինքն հիմա ամենախոցելի մասը Հայաստանի դա այն էր, որ մեր գյուղատնտեսությանը ոնց որ խփեցին, բայց ինչ ծառայություններ որ ֆինանսական ոլորտն է տալիս, այդ պետք է ավելի շատ ռուսական կողմին, ոչ թե հայկական հաճախորդին։
Այսինքն ավելի շուտ իրենց ոտին կխփեն, եթե փորձեն սահմանափակումներ մտցնել հայկական ֆինանսական համակարգի հանդեպ։ Շատ լավ, այստեղ էլ հետարքիր զարգացումներ կա։ Իդեպ հաշվի առնելով մեր ֆինանսական կառույցների այսպիսի աճը, ինչ ես կարծում, ժամանակը չի իրենք էլ ավելի հրապարակային դառնան, ճիշտ է, բանկերից կան որոշները, որ համարվում են բաց բաժնետիրական, բայց ոնց հասկանում եմ, շատ փոքր քանակի բաժնետոմսեր ունեն շրջանառության մեջ ու կարծես զուտ թղթի վրա, լինեն բաց բաժնետիրական։ Ու ամենապատրաստը կարծես հենց բանկային համակարգն է դրան, ինչու չեն գնում։ Իրականում ես շփվում եմ մեր բանկային համակարգի հետ, այսինքն մեր բանկերի սեփականատերերի մենեջմենթի հետ, բոլորի մոտ այդ ցանկությունը կա, բոլորը շատ ուզում են, շփվում են ու հասկանում են, որ տարբեր պատճառներով հնարավոր չէ հիմա։ Հավատացեք, եթե վաղը ասենք, որ բանկ դու կարող ես, դու ուզում ես գնաս Լոնդոնում կամ չգիտեմ Նյու Յորքում թողարկես քո բաժնետոմսերը, իրենք շատ արագ այդ ամեն ինչը կանեն։ Մեծ խնդիրներ կան։ Կատարվեց մի հատ ուրիշ սենսա կոչեցյալ ռևոլյուցիա։ Լոնդոնը այս տարածաշրջանի ամենամեծ բորսան ուներ, ու այդ բորսայում թողարկում էր ցանկացած կազմակերպությունը, որ աճում էր արագ, կարող գնար թողարկեր բաժնետոմսերը։ Քանի որ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի դերը փոփոխվեց ընդհանուր տարածաշրջանում, դուրս եկավ, որ հիմա տարածաշրջանը չունի այն լիդեր երկիրը կամ քաղաքը, որտեղ ուղղակի բորսան լինի կապիտալի ու կապիտալին ձգտող կազմակերպությունների հանդիպման տեղը, խաչմերուկը։ Եթե վերցնենք Վարշավայի բորսայում չկա ոչ մի միջազգային բանկ թողարկած պարդատոմս։ Եթե վերցնենք Աբու Դաբիի բորսայում նույնպես չկա ոչ մի միջազգային բանկը, որ թողարկած լինի այնտեղ բանկային պարդատոմս։ Մնում է միայն Լոնդոնը, բայց Լոնդոնում հակառակը, Լոնդոնը կորցնում էր դիրքերը գրավում են մեծամասամբ հիմա Նյու Յորքի բորսան, Ամերիկայի բորսան ու ասիական բորսաները, որտեղ որ էլի կապիտալ կա, փորձում են ինտերնալիզացնել աշխատանքը, այսինքն Չինաստանը ուզում է իր սեփական կապիտալը, որ չգնա ամերիկական բորսաները, ու ինքը արդեն փորձում է իր կազմակերպություններին ցուցակի Շանհայի բորսայում կամ չէ Շանհայի կամ Հոնկոնգի բորսայում։ Հիմա մենք այդ խաչմերուկն ենք հասկանում, թե որտեղ պետք է գնա հայկական բաժնետոմսը թողարկվի միջազգային շուկայում։ Այդ հարցը իմ կարծիքով մոտակա 3-4 տարվա մեջ կլուծվի, որովհետև մինչ այդ հայկական բանկերը աճում են 20% տարեկան, եթե վերցնենք այդ ընտիր աճը ու այդ աճը որակովը, այսինքն որակային փոփոխություններ է կատարվել մեր բանկային համակարգում ու բրոկերայիններ նույնպես։ Իմ կարծիքով այդ աճը կբերի նրան, որ արդեն ընդհանուր ծավալը մեծ կլինի ու արդեն կազմակերպությունը երբ որ ձևավորվեց արդեն sense շրջանային նոր լիդեր կտանենք թողարկենք այդ քաղաքում կամ այդ բորսայում։ Շատ հետաքրքիր կլինի։ Եվ վերջին հարցը, որ տալիս եմ մեր բոլոր հյուրերին, որն է այն ամենակարևոր մեկ ներդրումը, որ արել ես կամ դեռ նոր պետք է անես քո կյանքում, ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Իրականում միշտ ներդրումները մենք ամեն մեկս կատարում ենք։ Առաջի պետք է անեմ, ամեն օր ես կատարում եմ ներդրում կապված իմ կրթության հետ, ու քանի որ ոլորտը ընդհանուր փոփոխում է, նույնպես ֆինանսականը, ՏՏ ոլորտը, կարծում եմ, որ կրթությունը պետք է կրթվենք ու շարունակենք ներդնել մեր ժամանակը, ուժը, եթե պետք է ֆինանսները, որպեսզի շարունակողական լինենք ժամանակակից։ Մյուս մասը ներդրումի կապված է նաև ես կասեի բիզնեսի մեջ ներդնելը, քանի որ Sirius-ը դա հիմքն է, որ մենք ստեղծել ենք թիմով, հիմա ինքը շարունակողական ներդրումների կարիք ունի, մենք ներդրում ենք նոր պլատֆորմաների մեջ, մեր ծառայությունների քանակը մեծացնելու, այնպես որ կասեի կրթությունը ու Sirius-ը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։